Ով է Տիտանիկ ֆիլմի ռեժիսորը։ Ջեյմս Քեմերոն։ Ճիշտ է։ Ավատար ֆիլմի քանի մաս կա արդեն թողարկված։ Կարենն է սեղմել, այնպես որ պետքա դու սխալ պատասխանեցիր, դու 3 ճիշտ է։ Ինչպես է կոչվում Քրիստոֆեր Նոլանի ֆիլմը, որը պատմում է միջաստղային ճանապարհորդությունների մասին, Կարեն։ Իմ ամենաատելի պապսա ֆիլմերից մեկը, ատում եմ 2014 թվականին դուրս եկել Interstellar։ Ինչ է Ակվամենի անունը ֆիլմում, Կարեն։ Դերասանինը գիտեմ, որ դե Ջեյմս ֆիլմում չեմ ասի։ Չգիտի։ Դե Չգիտես։ Ասա Անժելիկա։ Չեմ հիշում։ Արթուր։ Ալիսան հրաշքների աշխարհում ֆիլմում, բայց հարցը գիտես։ Չէ, բայց իրաց։ Ով է Անխել գլխարկագործի դերակատարը։ Ջոնի Դեփ։ Ճիշտ է, բրավո։ Ինչպես է կոչվում Մատանիների տիրակալը երրորդ ֆիլմի ենթավերնագիրը։ Կարեն։ Մի րոպե։ Возвращение короля։ Այո, թագավորի վերադարձը, ճիշտ է։ Ով է հրաշքինը ֆիլմի գլխավոր դերակատարը։ Pretty Woman։ Ոչ թե Pretty Woman, այլ Գլխավոր դերակատարը Wonder Woman։ Ջուլիա Ռոբերտս։ Ոչ։ Wonder Woman-ը, значит, Գալ Գադոտը։ Այո, ճիշտ է։ Ինչպես է կոչվում այն ֆիլմը, որտեղ Բրեդ Փիթի դերակատարը ավտոարշավորդ էր։ Անժելիկա։ Ֆիլմի անունը։ 60 տրասը։ Ոչ։ Հենց ուղղակի Ջեյմս մի րոպե չէ, թազա Ֆորմուլա 1-ի ֆիլմն է։ Այո, ճիշտ է։ Ով է 1976 թվականին նկարահանված Ռոքի ֆիլմի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը։ Կարեն։ Հենց ինքը մեր սիրելի ֆիլադելֆիացի Սիլվեստր Ստալոնեն։ Այո, ճիշտ է։ Ինչ անուն ունի Սև Հովաս ֆիլմում պատկերված աֆրիկյան հորինված երկիրը։ Կարեն։ Wakanda Ճիշտ է, Forever։ բրավո։ Խելքի բլից